Տավուշի մարզում փորձարկումն անցնելուց հետո հանրակրթական պետական նոր չափորոշիչը ներդրվեց հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 3-րդ, 5-ից 8-րդ և 10-րդ դասարաններում։ Միայն թե պարզենք, թե որքանով են կարողացել դպրոցներում հարմարվել փոփոխությանը։ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում ենք։ Այստեղ յուրաքանչյուր նորարարություն լավ ուսումնասիրում են, ապա միայն ձևավորում դիրքորոշում։ Հանրակրթական պետական նոր չափորոշիչը ունի մի շարք առավելություններ, որտեղ կա անհատական ընտրովի բաղադրիչը, որտեղ այդ անհատական ընտրովի բաղադրիչի միջոցով կարողանում ենք աշակերտների նախասիրություններից ելնելով խմբակներ տրամադրել, ինչպես նաև նախագծերը, որոնք զարգացնում են աշակերտների կարողունակությունները բավականին շատ եւ աշակերտները մեծ սիրով են մասնակցում նախագծերին։ Համաշխարհային կրթական զարգացումներին համահունչ քայլելու համար հին սովետական կրթական համակարգն այլևս մրցունակ լինել չէր կարող, ասում է զրուցակիցս։ Ժամանակակից աշխարհում կրթական process-ները եւ ընդհանրապես զարգացումը շատ արագ է տեղի ունենում։ Եվ դրա համար անհրաժեշտ էր փոփոխություն, որը կտաներ ավելի լավ վերջնարդյունքների ու ավելի լավ կարողունակությունների, որովհետև տեսեք, մենք տեսնում ենք աշակերտն ունի գիտելիք, բայց երբ որ աշակերտին ասում ենք այդ գիտելիքը դու քո առօրյա կյանքում կենցաղում դպրոցում տարբեր վայրեր ներդրում կատարի, որ տեսնենք ոնց է անում, աշակերտը զարմացած նայում է։ Նոր չափորոշիչի ներդրումն իհարկե դրական է, միայն թե առանց բարդությունների ու թերությունների գործընթացը պատկերացնելն անհնար է։ Հատկապես գնահատման նոր համակարգն է շփոթություններ առաջացրել։ Հասարակությունը դեռ պատրաստ չէ առանց ամենօրյա նշանակվող գնահատականի հասկանալ աշակերտի կարողությունները։ Մի փոքր անհասկանալի է եւ ծնողների համար, եւ աշակերտների համար, ինչու՞ չէ նաև ուսուցիչների համար, բայց եթե այդտեղ էլ բացատրական մեծ աշխատանքներ են իրականացնում, ծնողների համար պարզ է դառնում, որ ոչ թե իրենց աշակերտները չեն գնահատվում, այլ գնահատվում են, ինչը ձևավորող գնահատում է իրականացվում։ Հայտորոշում, ձևավորում եւ ամփոփում փուլային գնահատման նոր համակարգը, եթե ուսուցիչները փոքրիշատ է յուրացրել են, ապա ծնողների շրջանում հարցերը դեռ շատ են։ Ահա թե ինչու Նորավանի դպրոցում այս գործընթացն իրականացնում են յուրահատուկ մեթոդով։ Մենք այս պահին ունենք ներդրված դպրոցում թղթապանակներ հասկացությունը, որտեղ յուրաքանչյուր աշակերտի համար, յուրաքանչյուր առարկայի մասով կա եւ հայտորոշիչ գնահատումը, եւ ձևավորող գնահատումը, եւ ամփոփիչ գնահատումը, եւ մենք հրավիրում ենք պարբերաբար ծնողական ժողովներ, հատկապես չափորոշչային դասարաններում, որտեղ ծնողները ծանոթանում են թղթապանակի միջոցով աշակերտների ձեռք բերված ձևավորող գնահատման գիտելիքներին, համեմատությանը։ Աշակերտի անձնական գործ, ահա այսպես կարելի է բնորոշել Նորավանի դպրոցի մեթոդը, ամեն բան տեսանելի ու աչքի առաջ։ Տեսնում եք թղթապանակների վրա գրված երեխայի անունը, ազգանունը, դասարանը եւ ըստ առարկաների արդեն կատարված գնահատման 3 տեսակներին վերաբերվող աշխատանքները։ Հայտորոշիչ գնահատումը կատարում ենք թեմայից առաջ, մնացորդային գիտելիքները ստուգելու համար, ձևավորող գնահատումը ընթացիկ աշխատանք է, տարբեր ձևերով, տարբեր մեթոդներով, գրավոր աշխատանք, բանավոր հարցում, գործնական աշխատանք, հետաքրքիր մեթոդներով աշխատանքներ են կատարում դասարանում, իսկ ամփոփիչ միավորայինը թեմայի ավարտից հետո այդ ողջ աշխատանքի հանրագումարն է, էլի տարբեր ձևերով, գրավոր, բանավոր հարցումով եւ արդեն միավորային գնահատական ենք դնում։ 7 գույները միացան, դարձան սիրուն ծիածան։ Ծիածանի գույները կարող եք ասել։ Ասել, որ անցումը հանրակրթական պետական նոր չափորոշիչի հարթ է եղել, դժվար է։ Կարծրացած գնահատման համակարգից անցումը նոր համակարգին ուսուցիչները եւս դժվար են հաղթահարել։ Մի փոքր ավելի հեշտ է եղել նոր աշխատող ուսուցիչների համար։ Այս դեպքում էլ դարձյալ ծնողների հետ աշխատանքն էր բարդ։ Առաջին կիսամյակում փորձեցինք կիսամյակի վերջում, երբ ծնողների ներկայացեցինք ամբողջ կիսամյակի աշխատանքները, թե հայտորոշիչ գրավորները, ձևավորող եւ ամփոփիչ, ծնողների մոտ արդեն հասկանալի էր ամեն ինչ։ Ես կարող եմ ցույց տալ
առարկաների հետ կապված, յուրաքանչյուր առարկայի համար 2 ֆայլ է, հայտորոշիչ գրավորների համար եւ ձևավորող գրավորների համար, իսկ ամփոփիչը նույնպես հայտորոշիչի տակ են դնում։ Տնօրենն իր ղեկավարած դպրոցի օրինակն է բերում, առանց համակարգված ու թիմային աշխատանքի ծրագիրը հաջողել չէին կարող։ Հիմա արդեն գրանցած հաջողություններով ու փորձով պատրաստ են կիսվել մյուս դպրոցների հետ։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։